Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը Ջերմուկ քաղաքի շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների շրջանակներում կազմակերպել էր Ամուլսար ծրագրի նախնական բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման զեկույցի քննարկում։ Քննարկմանը հրավիրվել էին հասարակական կազմակերպությունների շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, անկախ միջազգային փորձագետներ։ Անկաշկանդ ընթացքն ապահովելու նպատակով որոշվել էր քննարկումն անցկացնել առանց աուդիո և վիդեոձայնագրման։ Նպատակը հետևյալն էր, նորից եմ կրկնում, ունենալ կառուցողական երկխոսություն, մարդիկ հնարավորություն ունենան տալ հարցեր, ստանալ պատասխաններ։ Մի քանի հասարակական կազմակերպություններ սակայն որոշել են բոյկոտել ու չընդունել քննարկման հրավերը։ Վերջիններս այլևս ոչ մի նոր հանք Հայաստանում կարգախոսով բողոքի ակցիա անցկացրեցին այն հյուրանոցի դիմաց, որտեղ անցկացվում էր քննարկումը։ Ոչ նոր հանքերին Հայաստանում։ Եվ մենք շարունակական քայլեր եւ գործողություններ ենք կատարում, որպեսզի այս մեր կարծիքով սխալ ընտրված քաղաքականությունը փոխվի։ Նպատակը ըստ մեզ դա ծրագրի ուղղակի PR-ն է։ Այս կան։ Կազմակերպություններին հրավեր չի եղել մասնակցել։ Չէ, մեր հրավեր եղել է, մենք ուղղակի մենք հրաժարվել ենք այսպես մասնակցելու։ Գեոթիմ ընկերության բնապահպանական և սոցիալական ծրագրերի համակարգող Արմեն Ստեփանյանը հակադարձում է, եթե PR-ի խնդիր լիներ, չէին ընտրի առանց աուդիո կամ վիդեոձայնագրման տարբերակը։ Իսկ քննարկման ընթացքում բարձրացվել և մեկնաբանվել են շահագրգիռ կողմերին հուզող բազմաթիվ հարցեր։ Իրենց իրավունքն է, իրանք ընտրեցին չմասնակցելու ուրեմն տարբերակը, սակայն այսօր մենք հավաքել էինք արտասահմանից մասնագետներ, մասնավորապես Քեմբրիջի համալսարանից, բուսաբաներ եկե, Golder Associates ընկերությունից, մեր ընկերության գործադիր փոխնախագահն էլի ստեղ է փորձառու մարդ, որը 15 տարի մենակ աշխատել է Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսական կորպորացիայում եւ նմանատիպ մի քանի 100 ծրագիր է ուրեմն տեսել եւ դրա վրա աշխատել։ Հայաստանի Հանրապետության Գիտության ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող էկոհամակարգերի մասնագետ Գեորգի Ֆայվուշը քննարկման ավարտին մեզ փոխանցեց, որ տեղի է ունեցել կառուցողական քննարկում, առաջարկվել են բնապահպանական վնասներից խուսափելու բազմաթիվ տարբերակներ։ Просто когда люди начинают говорить, что, мол, ничего не получится, ничего не будет, скорее всего, они не знают саму ситуацию на этой горе, и немножко было бы желательно их просветить более подробно. Но кроме тех случаев, когда люди не хотят слышать, это уже другой вариант. Знаю много проектов, связанных тоже с горнодобывающей промышленностью, и должен сказать, что в последнее время ситуация улучшается. И одним из таких шагов, первым, была вот Lydian International, которая до начала всех работ начала работу именно по снижению нагрузок на природу.